Մեծ բան կա, որ ոչինչ չգիտի, բայց չեմ ասի։ Բայց կարող է պետք է չասի։ Ոչ մեկ մեր հայ մարզիկներից աղջիկ չի մասնակցել օլիմպիական խաղերին երրորդ անգամ եւ գնա երրորդ մեդալի ետևից։ Ինչու թողեցիր սպորտը այդ հաղթանակից հետո։ Չարաբաստիկ օրը լուրը եկա, որ ես որակազրկվել եմ։ Հետո որ որակազրկեցին, ես ասում եմ, չէ որ ես եմ հիմնել ծանրամարտը։ Աղջիկների ծանրամարտ ինձանով է սկսվել։ Ես չեմ ուզում հենց այսպես իմ անունը հոդս ցնդի։ Ես գիտեմ, ես քիչ եմ հասել հաջողության, ու ես ընդունում եմ այդ ամեն ինչը։ Այդ է պատճառն եղել, որ ես բարձրունքում եմ եղել, իսկ ինքը մնացել է նույն տեղ։ Բա տվյալ մարզիկները, որ տեսնում եմ նույնը անում են, ինչը որ ես եմ արել, սաղին խորհուրդ եմ տալիս, որ սխալ ճանապարհ եք ընտրում, էլի, որովհետև ես անցել եմ դրա միջով։ Սիրելի էակը, ասա Սիրելի էակը քո կողքի սիրելի էակը։ Բարձրացել եմ 166 կիլոգրամ, 100 կիլոգրամը բարձրացնելիս դողում էի, բայց փառք Աստծո ես կարողացա եւս մեկ անգամ ապացուցել, որ կապ չունի դեղ ես անում, դեղ չես անում, բնական ուժը եթե ունես, Աստված քո կողքին է, դու կարող ես ամեն ինչ էլ հասնես։ Ու ես սկսեցի հոգեբանորեն ճնշվել, այն որ ոչ մեկին չէի ուզում տեսնել, բայց վերջո Ռիփսիմեն դուրս եկավ եւ ապացուցեց վնասվածքներով ոտս փոկված, այս են ցածում։ Տեպերով հավաքած է, այնքան որ իմ գլուխն էր սեն շարժվում։ Հասկացանք, որ սիրում ենք մեկս մյուսին։ Բայց դուք վաղուց ծանոթ եք նույն գյուղից։ Հա, բայց դե ես չէի սիրում մեզ։ Գնացիք, գիշեր անցկացրեցիք ռուս աղջիկների հետ։ Չենք անցկացրել գիշերը։ Կարողանալը կարող ենք։ Ոչինչ տարօրինակ ու գլուխը ոչինչ տարօրինակ։ Ոչինչ տարօրինակ։ Որտեղ ինձ հասկացրել էին, ասել էին, որ տարոներ մարդը չի, որ քո կողքին պետք է լինի։ Ինչպիսին են հիմա ձեր հարաբերությունները 14-15 տարի անց հանդիպումից հետո։ Քուր ախպեր ենք։ Ընտիրեր։ Իսկ ինչ Երանի 20 տարեկան լինեի ու նորից մարզվեի։ Ծանրամարտ ու միայն ծանրամարտ։ Դա է դիալոգի ամենաուրախ թողարկումն այն։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group։ Գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ ամենասկզբից խնդրել, որպեսզի դուք բաժանորդագրվեք YouTube-ի իմ պաշտոնական ալիքին, որտեղ մշտապես տեղադրվում են Հերմինե դիալոգ եւ Քառակուսի մետր հաղորդաշարերը։ Ես ուրախ եմ, երբ դուք թողնում եք մեկնաբանություններ, ավելին ասեմ, հյուրերը, ովքեր լինում են Հերմինե դիալոգում, նույնպես շատ ոգևորվում են ձեր մեկնաբանություններից։ Ինչպես նաեւ սեղմեք զանգի կոճակը, որպեսզի առաջինը հենց դուք իմանաք, որ եկել է նոր հաղորդումը։ Չմոռանաք նաեւ հետևել իմ Instagram եւ Facebook-ի պաշտոնական էջերին։ Այնտեղ բազմաթիվ լուսանկարներ եւ տեսանյութեր ենք տեղադրում այն մասին, թե ինչպես են նկարահանվում նախագծերը։ Դե նաեւ մի փոքր անձնական կյանքից կարող եք տեսնել։ Գրեք նամակներ, դրանք ես սիրով ընթերցում եմ եւ նաեւ պատասխանում։ Ուզում եմ հաղորդումը սկսել շատ մի հետաքրքիր նորությամբ, որը կապված է հայ կինոյի հետ։ Կինոյի հիմնադրամ Հայաստանի կինոյի հիմնադրամը եւ Կինո Մոսկվան մի հրաշալի նախագիծ են սկսել։ Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը Կինո Մոսկվայի մեծ էկրանին կարող եք դիտել հայկական լավագույն ֆիլմերը, թվայնացված եւ վերականգնված տարբերակով։ Արդեն հասցրել ենք դիտել Կարինեն, Շողն ու Շորշորը, Մենք ենք մեր սարերը, ֆիլմեր, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է դիտի։ Ավելին, իմ սերնդակիցներին հորդորում եմ՝ տարեք կինոթատրոն, յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը թող ձեր երեխաները նույնպես տեսնեն հայ կինոյի գոհարները։ Եվ առաջիկայում հուլիսի 31-ին մեզ սպասվում են կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն։ Հուլիսի 31-ին դիտելու ենք Թթենին, Տժվժիկը, Տերն ու ծառան։ Բոլորիդ սիրով կինոյի հիմնադրամը եւ Կինո Մոսկվան սպասելու է հուլիսի 31-ին։ Բաց չթողնեք։ Սա կինոյի եւ մշակույթի մասին, իսկ այսօր սիրով խոսելու եմ սպորտի մասին։ Իմ տուն ռեստորանը այսօր լցված է լինելու ուժով, համառությամբ, անկոտրուն կամքով, ինչի մասին էլ լավագույնս կխոսեն Ռիփսիմե Խորշոդյանն ու Տարոն Թովմասյանը։ Գնամ դուրը բացեմ։ Ողջույն բոլորին, մենք այսօր Հերմինե Ստեփանյանի հյուրն ենք ամուսիններով։ Հուսով եմ շատ լավ օր ենք ունենալու։ Կտեսնվենք։
Չեմպիոններին դրսում եմ թողել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մենք ծանոթացանք վերջապես համեցեք։ Բարև ձեզ, Հերմինե, շատ հաճելի է։ Տարոն ջան, Ռիփսիմե ջան, շատ շնորհակալություն, որ Կիրակի օրը, որտեղ նկարանում Կիրակի օրն եք այս անգամանում, ինձ հետ եք անցկացնում, ինձ համար միշտ մեծ երջանկություն է այն մարդկանց, ովքեր Հայաստանի դրոշը միշտ բարձր են պահել, իրենց հետ շփվել, զրուցել, այնպես որ շնորհակալություն ինձ մոտ գալու համար։ Մենք շատ շնորհակալ ենք հրավերի համար, ասեմ, որ ձեր հաղորդումը երբ որ տեսա, շատ ուրախացա, որտեղ նման պրոյեկտ այո չկա, ես մեծ հաճույքով ուզեցա, որ մասնակցեմ։ Մերսի շատ, Տարոնը ոնց որ մի քիչ տեսախցիկներ շատ չի սիրում, ճիշտ եմ հասկանում։ Չեմ տեսել հաղորդումը, բայց շատ հաճելի է։ Արդեն այս ֆորմատը ավելի հաճելի է լինել, որ դու մեզ համար խաղուն գինի բացես, Տարոն ջան։ Այո, հրաշալի։ Ոնց եք այսօր օրը սկսել։ Շատ լավ, մենք մեր լողավազանն ենք հավաքել մեր փոքրիկների համար, որտեղ անընդհատ ասում են, մամա, այս վերջերս մեր տղային կնքեցինք, մակրտություններ, ասեցինք, երբ որ շնորհակալ եմ անչափ, ասենք, երբ որ կնունքը վերջանա, նոր լողավազանը արդեն կդնենք, հիմա լողավազանը դրել ենք, իրանք լողանում են, մենք եկել ենք ձեզ։ Շատ լավ այլ երեխաները արդեն սկսում են ինքնուրույն կյանքով ապրել։ Իսկ ամառվա հետ կապված պլաններ ունեք, արդեն ինչ եք անելու ընտանիքով։ Ընտանիքով։ Այո։ 10-օրից ես որ եմ գնում։ Դժվար է։ Մնում եմ մենակ, ես տանը, երեխաներիս հետ, ամուսինս այսպես կոպիտ ասած գնում է խոպան։ Կտեսնենք երևի թե արդեն դեկտեմբերին, որտեղ լավ բանի համար է գնում։ Գնում է մեր Հայաստանի պատիվը բարձր պահելու մեր մարզիկների հետ։ Եվ այնուամենայնիվ այդ 10 օրը մնալ տանը երեխաների հետ, թե մեկնել մրցումների։ Իհարկե, մրցումների։ Այդ 10 օրը դեպի 10 օրն է, սկզբից է 10 օր։ 10 օր չի, 3-4 ամիս է լինելու, ուղղակի 10 օր գործի, 3 օր տուն, 2 օր տուն, 15 օր գործի։ Բայց մամաները շատ լավ հասկանում են, որ ավելի լավ է մրցումների։ Ես նախընտրում եմ մրցումները։ Այո, նշանակ։ Իսկ մեծ Տարոնն էլ է նախընտրում մրցումները։ Հա, փախնում ենք արդեն։ Բարի գալուստ մեկ անգամ եւս, շնորհակալություն։ Ռիփսիմե դու ինձ համար միշտ եղել ես, կաս եւ կմնաս չեմպիոն եւ Տարոնը որ քո մեջքի եւ քո թիկունքին կանգնած եւ իր ամբողջ կյանքի գործունեությունը նաեւ միտված է եղել որ սա տարիք ես իրեն նաեւ կողք դրած ես գիտեմ որ շատ հարցերում նաեւ ինքնին երկրորդ պլան եմ եղել որպեսզի դու ավելի առաջ գնաս սա շատ հետաքրքիր բան է ինչի մասին էլի կխոսենք բարի գալուստ շնորհակալ ենք Ժամանակն է պատմելու իմ սիրելի գործընկեր Կտուր AM-ի մասին։ Կտուր AM-ը հեշտացնում է մեր կյանքը։ Եթե մենք խնդիր ունենք մեր տանիքի հետ, տանիքը վնասվել է կամ օրինակ ամբողջովին փոխելու ժամանակն է, բայց դուք անընդհատ հետաձգում եք, որովհետև կամ կան ֆինանսական խնդիրներ, կամ կա ժամանակի խնդիր, եւ մտածում եք, որ անպայման մի օր անելու եք, բայց վստահ եմ, ճիշտ ժամանակն է, որպեսզի դուք զբաղվեք այդ կարևոր գործով։ Փոխեք ձեր տանիքը կամ էլ վերանորոգեք։ Հավատացեք դրա համար շատ բան պետք չէ։ Ընդհանրապես պետք է զանգահարել 8128 կարճ հեռախոսահամարով, խոսել Կտուր AM-ի պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ովքեր կլսեն խնդիրը, կգրանցեն, հետո կհավաքեն ամբողջ թղթերը, որոնք որ պետք է ներկայացնել բանկ, եթե ուզում եք ապառիկ գնում ձևակերպել, բանկի հետ բոլոր խնդիրներն ու հարցերը կլուծեն եւ դուք ընդհանրապես մեկ զանգի միջոցով կունենաք նոր տանիք։ Արդեն փորձ ունեցող մարդիկ պատմում են, որ զանգի եւ նոր տանիքի միջև ընդամենը 4-5 օր է ընկած։ Դե ինչ, ժամանակն է զանգահարել 8128 կարճ հեռախոսահամարին Կտուր AM։ Պատրաստելու եմ շերտավոր խմորով եւ թույլ աղադրած իշխանով շատ թեթև համեղ նախուտեստ։ Ես վերցրել եմ շերտավոր խմորի կտրատած տարբերակը։ Իդեպ խնդրում եմ ինձ մեկնաբանություններում գրեք, թե դուք որ ընկերության շերտավոր խմորն եք օգտագործում, եթե դուք ինքներդ չեք պատրաստում, որովհետեւ ես անընդհատ փնտրում եմ եւ դեռևս կարծես չեմ գտել լավագույն տարբերակը։ Ուղղանկյուններ եմ անում։ Ձվի դեղնուց եմ քսում շերտերի վրա, ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով եւ թխեք։ Պետք է կարմրի բարձրանա, դե գիտեք, դասական ձևով։ Նախապատրաստում եմ կրեմ պանիրը։
ավելացնում եմ մի փոքր ձիթայուղ։ Սև պղպեղ։ Խմորը թխվեց, սկսում ենք հավաքել։ Մի փոքր մեր կրեմ պանրից դնում ենք ափսեի տակ, որ սոսնձի դեր կատարի եւ շատ լինի։ Հաջորդը դնում ենք 1 շերտավոր խմոր, կրկին դնում ենք կրեմ պանիր եւ դնում ենք թույլ աղադրած իշխանի կտորները։ Զարդարում եմ միկրոկանաչիով եւ կիտրոնի բարակ թերթիկներ եմ ավելացնում։ Ընտանիքի անդամներին կարելի է խաբել սրանով, էլի, տանջվել, չարվել։ Կրեմ պանիրն է համեմած, համեմունքներով, շերտավոր խմոր եւ թույլ աղադրած մեր հայկական իշխան ձուկը։ Սկզբի համար կարծեմ պիտի որ վատ չլինի եւ առաջարկում վայելենք մեր խաղուն գինով, հրաշալի համադրություն է լինելու տակառի այս շամպայնը եւ մեր նախուտեստը։ Փորձենք, հետո փորձենք զրուցել։ Իհարկե։ Փոքրանումը վաղ փաստորեն։ Տանջալից չի շատ։ Հա։ Всё։ Շատ ամոբա։ Թեթևա, չէ, ամառվա համար։ Հա։ Ինձ թվում է լավ տարբերակ է։ Ինձ թվում է նախուտեստից հետո արդեն տրամադրությունը ավելի լավ է, չէ, զրուցելու համար։ Շատ համովեր, բայց քիչ էր էլի միջոցը։ Ես նախապատրաստվել գիտեի, որ դու ասելու ես այդ Դե բայց ես նախապատրաստվել եմ, որտեղ մենք դեռ պիտի երկրորդը փորձենք, երրորդը փորձենք։ Բայց կարող էլի քչություն անի։ Ես միշտ պատրաստ եմ։ Ես լիքը համով բան ունեմ, որ հենց քիչ լինի խոստանում, Ռեփսիմեի հետ մտնենք խոհանոց։ Ես պատրաստ եմ։ Տանը ոնց է հիմա որ ավելի քիչ ես ճամփորդում, տանը ավելի շատ ես լինում։ Մեծ սիրով պատրաստում եմ ու սիրում եմ նմանատիպ յուրահատուկ տեսնել։ Կոմպլեքսներ կօգնա արդեն։ Բաղադրատոմսը կֆիքսեմ։ Հա։ Ես հաղորդման մեջ բաղադրատոմսը թողնելու եմ։ Առհասարակ կյանքի այս ռիթմը համեմատած այն ռիթմին, որի հետ որ ունեցել ես, ավելի հաճելի է, թե այնուամենայնիվ չեմ համակերպվում, որովհետև սպորտային կյանքը ինձ համար յուրահատուկ է ու կմնա յուրահատուկ, որովհետև տնային տնտեսուհի լինելը ոնց որ իմը չլինի։ Չեմ համակերպվում այդ մտքի հետ։ Տարոն, իսկ քեզ ավելի հաճելի է, որ Ռեփսիմեն ավելի շատ տանը լինում։ Հաճելի է Թե որպես այնքանով, սպորտսմեն ամեն դեպքում հասկանում ես։ հաճելի է այնքանով, որ երեխեքիս հետ է, ամենակարևորը դա է, որտեղ որ երկուսով հավաքներ ենք լինում, երեխեքը շատ են զանգում էին, նեղվում էին, պապա երբ ես գալու։ Հաճելի, որովհետև մենք միասին էինք։ Դե Միասին եք ճամփորդում։ Այ։ Հիմա էլի միասին ենք, հիմա արդեն միջազգային մրցավար է, Այնպես արեցի, որ նորից սպորտի մեջ լինեմ ես ու իր ֆեդերացիան, կարևորը։ մրցումներ է լինում, ֆեդերացիան հայտը ներկայացրել է, մեր ծանրամարտի ֆեդերացիան, այս պատաների Եվրոպային արդեն մեր հետ կմասնակցի Եվրոպայի ռեստորանը որպես մրցավար։ Բայց ես կուզենամ հիմա ֆիքսենք մարդկանց համար, թե այս պահին հիմա ինչով է զբաղվում մեր սիրելի Ռեսիմե Խոշոյանը։ Ես հիմա տնային տնտեսուհի եմ, միաժամանակ մարզիչ եմ, ծանրամարտի ունեմ մոտ 20 աշակերտ, աղջիկ եւ տղաներ։ Հետո աշխատում եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում որպես կանանց սպորտի բաժնի ղեկավար, այնպես պետք է անեն, որ կանայք աղջիկները ներգրաված լինեն սպորտ, կապ չունի պրոֆեսիոնալ լինեն, մենակ թե լինեն սպորտում։ Տարոն դուք որպես մարզիկ այլևս չեք մասնակցում խաղերին, բայց մարզիչ եք։ Ում եք մարզում, ովքեր են այդ երջանիկները։ Ես մարզիչ 2009 թվականից եմ աշխատում եմ որպես մարզիչ, որպես մարզիկ 2010-ին ավարտել եմ կարիերաս, իհարկե երևակայելի սպորտսմեն չեմ եղել։ Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցումներ եմ մասնակցել։ Էլի բան էլի Հայաստանի չեմպիոն քիչ։ Չէ, շատ եմ Հայաստանի չեմպիոն եղել։ Հիմա որ մեր տունը գալիս եք, ռիփսի մեդալներն է, բայց մեդալները չեմ կախում, հիմա Հայաստանի 2-3 հատ հուշամրցաշար բան։
Բայց դե մետ էլ իմ քրտինքն է, Էն էլ արջուկի վզին գցած է։ Բայց ինձ դուր է գալիս, դուք ո՞նց եք հումորով խոսում դրա մասին, որտեղ սովորաբար հատկապես տղամարդիկ, տարոն մի փոքր ծանր են տանում, որ կանանց հաջողությունները ավելին են լինում եւ նախ կանայք իրենց թույլ չեն տալիս հումորներ անեն, որտեղ գիտեն այդ տղամարդիկ ավա շատ ծանր տանեն, հենց իրենք այդ թեմային չեն անդրադառնում, բայց ձեր պարագան դուք այնքան հումորով ու հանգիստ եք դրա մասին։ Ես դրա համար իրան շատ եմ սիրում, որ ինքը ընդունում է ինձ ոնց կամ հումոր անեմ, չանեմ, ինքը շատ լավ ընդունում է դա։ Բայց դու էլ հումոր ես անում, կարծում եմ, որովհետև գիտես, որ նա շատ հանգիստ է վերաբերում եւ հաշտ է այդ թեմայի հետ։ Բայց այնուամենայնիվ հեշտ է այդ ընկալումը, որ որպես մարզիկ այնուամենայնիվ ձեր կինը ավելի մեծ հաջողությունների է հասել, քան դուք։ Դե հա, խի չէ որ։ Ես գիտեմ, ես քիչ եմ հասել հաջողության, ու ես ընդունում եմ այդ ամեն ինչը։ Իսկ ինչի չեք հասել։ Դե հիմա ասեմ, հա, ժողովուրդը ձեզ։ Չի պահպանել ռեժիմը սպորտային։ Ամենակարևորը դա է։ Ասեք, իհարկե ասեք, Արիփսիմե ջան, դու ասա թող իմանան ինչ է սպասվում մարզիկներին, եթե չպահեն բոլոր կանոնները։ Մենք միասին հավաքների եղել ենք, այնպես է եղել, որ իր շրջապատի իր ընկերները զանգահարել են, ինքը միանգամից մարզումներից հետո, որ պետք է մարզիկը հանգստանա, ինքը միանգամից գնացել է ընկերների մոտ։ Իսկ ես այդ ամեն ինչը անտեսելով, նույնիսկ քույրիկներից նշան դրեքներին ներկա չեմ եղել, անտեսելով, ես գնացել եմ առաջ, իսկ ինքը մնացել է հետ։ Այդ է պատճառն եղել, որ ես բարձրունքում եմ եղել, իսկ ինքը մնացել է նույն տեղում։ Բա Պաշտպանում եք։ Հա, բա ինչ եմ անում։ Իսկապես, եթե հիմա երկրորդ կարող եք։ Ես հիմա ինչի միջով որ անցել եմ, չեմ հասել հաջողության, ասենք այդ տվյալ մարզիկները, որ տեսնում եմ նույնը անում են, ինչը որ ես եմ արել, սաղին խորհուրդ եմ տալիս, որ սխալ ճանապարհ եք ընտրում, էլի, որովհետև ես անցել եմ դրա միջով, խոսքը սպորտի մասին է։ Ասենք ու կյանքում էլ է, էլի, միշտ է ձև է, եթե մի բանի միջով դու անցել ես ու ինքը վատնա չես հասել դու հաջողության, տվյալ, ասենք, հենց իմ պարագայում սպորտի մասին է խոսքը, ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ էսա ճիշտ է, երեխեք ջան, արեք սեն չարժվեք, որովհետև դու այս ճանապարհը եթե ընտրեցի գնացի կնդեղ, չես կարա երկուսը համատեղ ես։ Եթե դու սպորտի մեջ ես, պետքա խորանաս մենակ սպորտի մեջ, քո, որ ասում են, ուղեղը պետքա տրամադրված լինի, մենակ որ դու պետքա հանես ծանրաձող, ճիշտ է, պահեր կա, որ դու ուզում ես քեզ ազատ զգաս, այդ ժամանակն էլ է տրվում սպորտսմենին։ Բայց հիմնականում, ասենք, դու պետքա կենտրոնանաս քո սպորտին, քո ծանրաձողին, քո մրցմանը, եթե իհարկե նպատակ ունես հասնելու լուրջ հաջողությունների։ Կողի կարծիքները պետքա հաշվի չառնես։ Իսկ իմ մոտ դա չէր, ես ամեն մի կարծիք հաշվի էի առնում, մեջս գցում բռնում էի, ոնց էսի սենց ասեցել են։ Տեսար ինչ եղավ։ Այդից վերջաբան ա լինում։ Իսկ այս թեմայի շուրջ վիճաբանություններ շատ եք ունեցել։ Չէ, այդպես։ Այսինքն խորհուրդ տվողի, կանանց դեպքում ներողություն որ այսպես եմ ասում, դաստիարակողի դերում եմ, որ այսպես մի արա, այնպես արա, տեսնում ես, սենց ես անում դրամ, այս մոտեցումը չես ունեցել Տարոնի սպորտային կյանքի հետ կապված։ Չէ։ Ինչու՞։ Ես որ պարապել եմ ռեքսոպիզով չենք շփվում։ Դե ես որպես ընկեր այն ժամանակ իրան ասում էի, որ հաստատ լավ բան չես անում, եթե դու ուզում ես գնաս կատակի ետևից, նա ես ոնց եմ անում, նա ես ոնց եմ մարզվում, նույնիսկ հեռախոսազանգերին չէի պատասխանում, մինչ օրս մեր մարզադպրոցի տնօրենը Մելիք Ղուկասյանը միշտ օրինակ է բերում, ասում էր Ռիփսիկը այսքան ժամանակ ես չեմ տեսել, որ մարզումների ժամանակ զանգին պատասխանի, իսկ դու ասում մի անգամից վազում ես զանգերի հետևից։ Հարցազրույցներ դու ավելի շատ ես տվել, քան Տարոնը եւ միշտ մենք լսել ենք քո էմոցիաների մասին, քո ապրումների մասին, բայց միշտ հետաքրքիր է ինձ հետևել մարդու ապրումների նաեւ կողքի մարդկանց աչքերով։ Տարոն, երբ որ Հռիփսիմեն նվաճում էր հերթական մեդալը, մանավանդ կինը, չէ՞, հենց։ Ինչ էր տեսնում, ինչ էր կատարվում նրա հետ։ Ինչպիսին էր նա դառնում։ Այդ պատմի, եկավ մրցանակը, հաղթանակը տոնում եք։ Ինչ էր կատարվում իր մեջ, որպես կողքի մարդ, ինչ էր տեսնում։ Հռիփսիմեին 20 թվից, հա, 20 թվից սկսեցիր, որ ես եմ եղել քո հետ մրցումների ժամանակ հավաքականում։ Դե այդ գիտեք ոնց է անբացատրելի, ասենք քո տան մարդը, քո կողքի ոնց որ դու, հա, էլի ոնց որ դու ծանրամարդ բարձրացնես։ Հա, էլի Տարոն, այդ աղջիկը չէ։
Սիրելի ակա, ասա Սիրելի ակա քո կողքի սիրելի ակա։ Դե իմը դե կոմպլեքսներով այդ ասենք։ Գիտես հետո գնալու ես տուն, ինչ ասես ասիկ ես։ Մի հատ չասես իր սիրելի ակա։ Դի կռիվան։ Համես ունես Չէ, տանը։ ինքը գիտի բնավորությունը որ էս այդպես։ Զուսպես։ Հա, էլի չեմ կարող զարտահայտվեմ մերնել էֆիրով։ Չէ, հիմա որ ռիփսը մասնակցում էր, ասենք ոնց որ դու ծանրամարտը բարձրացնես, էլի շտանգը ոնց որ դու հանես, մեր երկրորդ գլխավոր մարզիչը Գեր Արտաշը Ներսիսյան, ասում է, ասում Գեր Արտաշ դու գնա, էլի հետը ես որ բան եմ անում, լարվում եմ, այդպես լարված է։ Ու շատ հեշտ է ռիփսի հետ աշխատել, ասեմ։ Ինքը ծանրաձողը բարձրացնում է, ոնց որ ասենք ընկերոջը թե դու ոնց ես խոսում, ինքը եզև այդ հիմա ծանրաձող բարձրացնելու, որը որ հիմա շատ սպորտսմենների մոտ դժվար է, էլի։ Իսկ պարտությունը ինչպես է տանում։ Պարտությունը չի համակերպվում, այդտեղ պետք է ռիփսի հետ չխոսաս, հա, որտեղ ասենք կռիվը պատրաստ է։ Բայց դե փառք ասու, մի անգամ է դեպք եղել, որ տեսել եմ ոնց է պարտվել, մնացած դեպքերում արդեն հաջող մասնակցել է իր մրցույթներին, էլի։ Ռիփ պարտությունն է մարդուն ավելի շատ կոփում թե հաղթանակը։ Պարտությունը իհարկե։ Ինչ փոխվեց։ Պարտությունը բերում է նոր հաղթանակներ, որովհետև որ պարտվում ես, գալիս ես տուն, մտածում ես ինչն էր պակաս, ինչն է սխալ արել, վերլուծում ես ու անհամբեր սպասում ես մյուս մրցումներին, որ դու հելնես ու ապացուցես, թե դու ով ես, ինչ բնավորության տեր մարդ ես ու իմ մոտ դա ստացվում էր։ Ես ամեն պարտությունից հետո երևի 1 ամիս ուշքի չէի գալիս։ Ու ասում էի, ինձ ինչա պետք, քանի կիլոգրամ է պետք, որ ես գնամ հաղթանակի հետևից։ Մարզիչներն ասում էին տվյալ մոտեցումները, տվյալ վարժության կիլոգրամը, ես 5 կիլո էլ ավել զապաս անում էի։ Նպատակ էր էլի դեպի իմ առջև։ Հիմա որ հետ ես նայում, հայտնի պատմությունից հետո դու խոստացար, որ նվաճելու ես մեդալը եւ իհարկե նվաճեցիր փառք ու պատիվ եւ այն ինչի մեջով որ դու անցար, ես չգիտեմ ուրիշ ինչ որ մեկը կկարողանար ասել թե չէ։ Բայց հիմա որ հետ ես նայում, կանցնեիր էլի այդ ամեն ինչի միջով։ Կանցնեիր էլի այդ ամեն ինչի միջով։ Կանցնեի մեծ սիրով։ Հա։ Այո։ Եթե սպորտին է վերաբերվում, կանցնեի, որովհետև ես, չգիտեմ, սպորտին սիրահարված մարդ եմ։ Ես չեմ պատկերացնում այն մարդուն, որ ինքը ամեն ինչի միջով անցել է, սպորտի միջով անցել է ու հասել է բարձրունքի ու ասում է, «Վсё, էլ չեմ ընտրի» կամ «Ոնց եմ ընտրել սպորտը»։ Չէ, ես ասում եմ, կընտրեի նորից սպորտը ու շատ հետաքրքիր ճանապարհներ եմ անցել սպորտի հետ։ Ինչու թողեցիր սպորտը այդ հաղթանակից հետո։ Չէ՞ որ դա նոր շնչառություն էր, նոր կենսագրություն էր գրվում։ Բոլորը ասում են, չէ՞ որ հաղթել ես, մեդալակիր ես դարձել, ասում եմ, չէ՞ որ արդեն նոր սերունդն է գալիս։ Իմ տարիքն էլ այն տարիքը չէր, որ ես նոր արդյունքներ անեի։ Ես գիտակցում էի, որ ես արդեն պարտվելու եմ նոր սերունդին, իսկ ես չեմ սիրում պարտություն։ Դրա համար ես հաղթանակած ավարտեցի սպորտը։ Վստահ եմ շատ-շատերը պատմությանը ծանոթ են, բայց նաև կլինեն մարդիկ, ովքեր պատմությանը ծանոթ չեն, թե ինչ տեղի ունեցավ։ Իհարկե ծեծված, հին անցած գնացած պատմություն է, չեմ ուզում նորից ցավեցնել, բայց տարիների հետահայացից արդեն ուրիշ ձև ես նայում, չէ՞, տեղի ունեցած են եւ ավելի հանգիստ ես պատմում։ Կուզենայի մեկ անգամ եւս մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն, մի հատ պատմենք այդ պատմությունը, ինչ տեղի ունեցավ։ Ոյ, որ ասում եմ Չարաբաստիկ լուրն էր, այդ դոպինգ սկանդալը 2016 թվականին արդեն պատրաստում էի իմ 3-րդ օլիմպիական խաղերին, որը ոչ մեկ մեր հայ մարզիկներից աղջիկ չի մասնակցել օլիմպիական խաղերին 3-րդ անգամ եւ գնա 3-րդ մեդալի ետևից։ Չարաբաստիկ օրը լուրը եկավ, որ ես որակազրկվել եմ, բայց դա 2008 թվականի անալիզին նմուշ եմ բացել, որը աբսուրդ էր դա։ Ուղղակի այնպես ստացվեց, որ լավագույն մարզիկներին չթողեցին հանդես գալ։ Ես եւ Տիգրան Մարտիրոսյանը Հայաստանում։ Մեզ նման մարզիկներ մոտ 150 հոգի, օլիմպիական չեմպիոններ, մեդալակիրներ դուրս չեկան։ Չգիտեմ կոռեկտ է նման հարց տալ թե ոչ, եթե կոռեկտ չէ ուղղեք ինձ, այնուամենայնիվ ինչ որ դեղամիջոց օգտագործվել էր այդ տարիվա, Այսպես ասեմ, մենք ինչ օգտագործում ենք, բժշկի հսկողության ներքո ենք օգտագործում, մենք մեր գլխի ոչ մի բան չենք անում։ Եթե օգտագործում ենք ասպիրին, բժիշկը ասում է թույլ ենք տալիս։
Պարզվում է, ինչ որ մեկը եկել է, ասում է ասպիրինը ես համարում եմ դոպինգ, բացի 2008 թվականի բոլոր նմուշները։ Պարզա որ մենք օգտագործել ենք այդ ասպիրինը։ Իսկ տվյալ մարդը ով եկել է, ինքը իր օրենքն է հանել, որ ասպիրինը 2008 թվականին ով օգտագործել է, իմ համար դոպինգ է համարվում։ Չկան չափանիշներ, որոնք եթե տարիներ անց փոխվում են, չունենան հետադարձ ուժ նախորդ տարիների համար։ Դատավարություն, դատի տալ, երկիրը պաշտպանի իր մարզիկին, երկիրը տեր կանգնի։ Ոնց են ուզում են անեն, մեկը քաղաքականությունն է, իրանց ձեռքն ամեն ինչը։ Ոնց կուզենան, այնպես է կանեն։ Այդ ժամանակ մենակ Ռիփսիմեն չէ, մեր սովետական ոնց որ sense ասեմ, Հայաստանին, Ռուսաստանին, Ղազախստան, Սոյուզի բոլոր պետությունները, սովետի բոլորին որակազրկեցին։ Որպեսզի զարգանան Լատին ամերիկյան երկրները։ Ասիական պետությունները, Հնդկաստան, Ամերիկա, չգիտեմ, Մեքսիկա, շտանգեն որտեղ են դե զարգացած։ Մենք չենք էլ իմացել, որ նման մարզիկներ ունենք։ Իրանք էլ չգիտեին շտանգան ինչ է։ Հա, հիմա այնպիսի երկրներ են դուրս գալի, որ ասում ենք իրանք շտանգայել ունեն։ Այդ կարգի է եղել։ Հետո որ որակազրկեցին, ես ասում եմ, չէ որ ես եմ հիմնել ծանրամարտը, աղջիկների ծանրամարտ ինձանով է սկսվել։ Ասում ես չեմ ուզում հենց այսպես իմ անունը հոդս ցնդի սպորտ աշխարհում։ Ու իմ դեմը նպատակ դրեցի, որ ես պետք է հետ վերադառնամ, ինչ ուզում ա լինի։ Երկու երեխա ունեցա, բոլորն ասում են, դե լավ, արդեն Լոնդոնից բերել ես մեդալը, այս արի, ասում եմ, ոչ, կապ չունի, էլ աչքիս չի երևում Լոնդոնի մեդալը։ Օլիմպիական մեդալը իմ համար արդեն վсё, իմ համար իմ անունն է կարևոր։ Ես պետք է հետ գամ, մաքուր ձևով ես վերջացնեմ սպորտը։ Ու այդպես 22 թվականին ոնց որ առաջ անգամ դուրս գայի մրցահարթակ, որ ասում եմ, սիրտս ընկել էր չոքերս, որ ես բարձրացել եմ 166 կիլոգրամ, 100 կիլոգրամը բարձրացնելիս դողում էի։ Ասում եմ, ես խոստացել եմ իմ հայ ժողովրդին, որ ես պետք է մեդալ էլի նվաճեմ, շատ դժվար էր խոստանալ ու չկատարել իմ կողմից։ Բայց փառք Աստծո ես կարողացա եւս մեկ անգամ ապացուցել, որ կապ չունի դեղ ես անում, դեղ չես անում, բնական ուժը եթե ունես, Աստված քո կողքին է, դու կարող ես ամեն ինչ էլ հասնես։ Շատ հետաքրքիր պատմություն է, առհասարակ երևի թե Հայաստանի սպորտային պատմության մեջ շատ եզակի պատմություն է եւ ոչ միայն ոչ թե զորակազրկման պատմությունը, այլ դրանից հետո քո կամքը Փյունիկի նման դուրս ես եկել մոխի մեջից դու առհասարակ պարտվողներին քարկոծում են, հաղթանակողների հետ հաղթանակը տոնում են։ Հետաքրքիր է ինչպես այնույն ժողովուրդը, որի մասին խոսում ես եւ ասում ես, որ իմ ժողովրդի համար, ինչպես արձագանք է ժողովուրդը այդ պատմությանը։ Այնպես ստացվեց, որ բացական կարծիքները շատ եղան հանձինս լրագրողների կողմից, երբ որ հաղթանակ էր լինում, այնքան որ բան էին ասում, էլի լուսաբանում են եւ վերջ, բայց որակազրկումից հետո մեր տան դուռը բացարձակ հանգիստ չէր մնում։ Ռիփսիմեն ինչպես եղավ, ոնց եղավ, բախի եղավ, դու չգիտեիր, սենց արեցիր, բան, սենց ու սկսան գրել ու ես սկսեցի հոգեբանորեն ճնշվել, այն որ ոչ մեկին չէի ուզում տեսնել, մի տարի ինձ լրագրողները հանգիստ չտվեցին։ Ու ցավոք սրտի, որ նրանք սպասում էին մենակ այդ տիպի լուրերին, որ իրենց լուսաբանելով, չգիտեմ, լայքեր հավաքեին, ինչ հավաքեին, բայց վերջը Ռիփսիմեն դուրս եկավ եւ ապացուցեց։ Ինչ մասնակցություն ունեցար դու Տարոն այդ ծանր շրջանում։ Շատ մեծ։ Այդ Ռիփսիմեն թող ասեն է։ Ես ասեմ շատ մեծ դեր ունեցավ ամուսինս, նա իմ կողքին էր, իմ մարզիչը նույնպես, բոլորը ընտանիքիս անդամները կային հարազատներ, որ երես թեքեցին, դե լավ։ Ինչի համար։ Դե արդեն բռնված ես, էլ սպորտի մեջ չես, էլ հայտնի չես, էլ Հայաստանի դրոշը բարձր չես բայ ու վсё, ու այդ մտքերը ինձ, չգիտեմ, հունից հանում էին։ Բայց հետո ես իմացա ով էր իմ կողքին, ով էր ուզում իմ լավը։ Այդպես ամուսինս ինձ դուխ տալով գնացինք առաջ։ Գցինք տեղը սա անկեղծ միայն, թե որովհետև դե արդեն անցած գնացած պատմություն է, ինձ թվում է Ռիփսիմեն կների քեզ քո անկեղծության համար։ Իրականում հավատում էիր, որ նվաճելու է այդ մեդալը։ Եթե չհավատայի, հաստատ չէի թողի, որ մտնի սպորտ, Ռիփսիմենին լավ ճանաչելով։ Հա, դե 7 տարեկանից իրար հետ ասենք պարապել ենք, շփվել ենք,
անգիր ճանաչում եմ էլի։ Բացի այդ էլ նպատակը այնքան շատ էր մեդալի, որ քնում հելնում էր այդ տարիների ընթացքում ինքը միշտ երազում էր ծանրամարտի մասին։ Ու Երևանում ինքը ապացուցեց իհարկե ցավերով, այդ կարան բոլոր մարզիչները, ովքեր ներկա են եղել, իր երկու մրցումներն է դուրս է եկել, ասես մտ խոսքերի Չերեզնի Մագու ցավերով, բայց ասենք կռիվ տալով ինքը իր մեդալները վերցրեց։ Մեկը Երևանում եղավ, երևի դուք էլ եք տեսել, ականատես եղաք մեր ժողովուրդը, ասենք, ինչ ոգևորության բան է, ցավերը իր մոտ անցավ, բայց հետո գնացինք հանդերձարան պարկած լացում էր մեջքի ցավից։ Մյուսն էլ որ արդեն սպորտը այդ որ բանն է, Բուլղարիայում էր հրաժեշտ տալով, այդ մրցմանը չէր ուզում դուրս գար։ Այդ մրցումը դաշը ասենք ոչ ոք չէր հավատում, բան ես մեր ընկերը մարզիչ էլի Քրիստիկա Պետրոսյան համոզելով բանով տարանք ոտը մեջքից միած սրասկեցինք, բան ասի այնքան որ հելնելու ես քո համար ու կները տարջան ու նայում եմ իրաց դեմքին, sense ուզում եմ մի հատ նշույլ տենամ հավատի, որ հավատում են էլի ինձ, էլի ես արդեն լրիվ հանձնվել եմ մրցումներից 10 օր մնացել։ Ասում եմ հաստատ ես կարամ, ասում են հա մենք հավատում ենք դու ռիպսն ես, այս բառը անունը լսում եմ, ես ինքս ինձ ասում եմ ռիպս հավատում են, ամոթ է ու զգում եմ սաղ ցավերով ես ամեն օր այդ դիկլոֆենակը սարքել է ինձի հաց, բռերով խմում էի։ Ու այդ որ իրանք ցենց հավատով աչքերի փայլը որ տենում են ասում են հա կարաս, ասի դե որ կարամ կհելնեմ, տես հեսա ինչ եմ անել։ Ու իրոքից ես ինքս իմ վրա զարմացել եմ, որ ես այդ վնասվածքներով ոտս փոկված, այսպես ասեմ։ Ոտս փոկված դուրս եմ եկել ու ես մեր բժիշկը հավաքած է, ես ընդհանուր մարմնով հատուկ բան կա, լեկոպլաս կա, տեպերով հավաքած է, այնքան որ իմ գլուխն էր սեն շարժվում։ Այդպես դուրս եմ եկել։ Դուրս եմ հիմա որ ասում ենք խնդրում ենք, բայց այդ ժամանակ եմորացման լացս ծիծաղ եմ արել։ Ինձ միշտ մի բան է հետաքրքրել։ Ֆիլմերում, երբ սպորտային ֆիլմեր ես նայում, այն ամենա կարևոր պահին, երբ որ մարզիկը արդեն բարձրացնում է կամ հարվածում է կամ բան, դանդաղեցնում են կադրը եւ սկսում են պատկերներ անցնել այդ մարզիկի գլխի մեջ, աչքերի առջև եւ այլն, չէ՞։ Ռեժիսորը այդպես է տեսնում։ Ինչքանով է դա իրականությանը համապատասխանում այն պահին, երբ որ պոկում ես անում, եւ այն պահին, երբ որ մենք արդեն տեսնում ենք բարձրանում է ծանրաձողը։ Այդ ընթացքում ինչ է մտքով անցնում մարզիկի, քո մտքով ինչեր են անցնում։ Երբ որ ես գետնից պոկում եմ, ասում եմ վсё, էսի պոկեցի։ Հիմա Աստված ջան, վերևը պահեմ։ Այդ եղել է վերջի մրցմանը, բայց մնացած մրցումները ես ընդհանրապես չեմ մտածել, որտեղ ես վստահ եմ եղել իմ ուժերի վրա։ Ամենա այդ ցավոտը որ եղել է, ամենավերջի մրցումներս է, որ ես կասկածելու եմ հարթակ բարձրացել։ Արդյոք կարող եմ, թե չեմ կարող։ Ու ասում եմ, Աստված ջան, մենակ ես մեկը պահեմ, մենակ ես մի մոտեցումը բարձրացնեմ։ Ու շտանգի կոշիկները հանես չգիտեր որ մեդալ ունի։ Հա, այդ ժամանակ երբ որ հանել եմ կոշիկներս, հրաժեշտ եմ տվել, իջել եմ ներքև, ինձ ասել են դու մեդալ ունես։ Ես գիտեի արդեն պարտված եմ եղել ու առանց մեդալ եմ հրաժեշտ տալի։ Պաստորեն մեդալ ունի։ Հա, պաստորեն մեդալ ունեի։ Աստված տվեց վերջի մեդալին։ Ինչ ուզիչ պատմություն, ես առաջարկում եմ փոխեմ գինին ու տեստը եւ խոսենք այն մասին, թե ձեր սիրո պատմությունը ոնց է ստեղծվել ընդհանրապես ու ոնց է սկսվել։ Մերսի այս պատմությունը ինձ վստահելու համար։ Ես շատ շոյված եմ, շնորհակալ եմ շատ։ Տարի 25 տարի է արդեն իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը
անդադար հիացնում է իր նորություններով, որակով եւ բարձր չափանիշներով։ Այս տարի Valan Group-ը նշում է իր 25-ամյակը եւ այս կապակցությամբ իհարկե տարվա ընթացքում բազմաթիվ ակցիաներ եւ նորություններ են լինելու այն մարդկանց համար, ովքեր մշտապես օգտվում են Valan Group-ի տարբեր ծառայություններից։ Երևի թե չկա մի ընտանիք, որ երբևէ օգտված չլինի Valan Group-ի ծառայություններից եւ պրոդուկտներից։ Իսկ եթե դեռևս բախտ չեք ունեցել, ապա խնդրում եմ ուշադրությունը սևեռեք, անպայման հետևեք Valan Group-ի Instagram-ի եւ Facebook-ի էջերին, որպեսզի տեսնեք, թե ինչ նորություններ են լինելու այս տարի եւ վստահ եմ անպայման կգտնեք ինչ-որ մի բան, որը պետք կլինի ձեզ եւ դուք անպայման գոհ կմնաք ընկերության հետ համագործակցությունից հետո։ Եւ ես մշտապես այս ամբողջ տարվա ընթացքում ձեզ ներկայացնելու եմ տարբեր տեսանյութեր, որոնցից մեկն էլ առաջարկում եմ դիտել հենց հիմա։ Առաջ չտաք։ 20% ամառային զեղչ միջսենյակային դռների ամբողջ տեսականու համար Վալանդորս խանութ սրահներում, ավելի քան 100 մոդել, ինչպես նաև 2 մետր 20 սանտիմետր և ավելի բարձրությամբ դռներ ձեր ինտերիերի համար։ Առաջարկը գործում է հուլիսի 1-ից 31-ը։ Պատրաստելու եմ շատ գունեղ, գեղեցիկ, համեղ, յուրահատուկ աղցան լոլիկով և յոպե կերասով շերտատում եմ լոլիկը։ Աղ եմ անում, ձիթայող, ես գնել եմ հալումի պանիր, կարող եք ցանկացած խանութից գտնել, ընդամենը ասեք հալումի եմ ուզում։ Շատ արագ պետք է տապակենք։ Խորհուրդ եմ տալիս ամենասկզբում գիլասի կորիզները հեռացնել, ահա ես արդեն արել եմ, որովհետև հալումից անմիջապես հետո տապակելու ենք գիլասը, նույն յուղի մեջ։ Աղ, սև պղպեղ, մի քիչ ուրց, մշկընկույզ, եկավ այդ գեղեցիկ պահը, բալզամիկ սոուս, միկրոկանաչիներ և վերջին շրջանում խոհանոցային իմ սեր ուտելի ծաղիկները։ Երկրորդ համովությունը։ Ես ուտելու ենք, թե պրոսը նայենք, հա։ Նայելու ենք։ Սասն դնելու ենք շրջանակի մեջ։ Մենք փորձելու ենք լոլիկով, հունական հալումի պանիրով, որը տապակել եմ, եւ տապակած գիլասով, թեթև աղցան, որը առաջարկում եմ վայելենք Արմենիա վայն ընկերության տակար սպիտակ գինով, օրգանական գինով, Տարոն ջան, էս ձեզ, բաժակները ձեզ։ Ճիշտ եմ նկատի անմոռուկի նման ինչ-որ։ Ահա, եւ ուտելի ծաղիկներով զարդարել եմ, թիթիզ դինի։ Շատ սիրուն է։ Դու ասում էիր չգամ։ Ամեն գինին ով էր լցնելու։ Հա, չէ։ Մենք չենք նստելու, մենք մեզ գինի լցնեինք, ինչքան անհետաքրքիր կլիներ այս կյանքը։ Այո։ Մանա խորժակ։ Լավներ ես, չէ, լավներ ես։ Ես սիրում եմ էլի գինի, ես ասենք առիթներին հիմնականում գինի եմ խոհում։ Արդեն ես մի տարի է։ Ասում որ հայկական գինին շատ լավն է։ Ինչքան լավն է։ Փորձենք։ Չգիտեմ ինչպես եք վերաբերվում քաղցրի եւ Ես որ քաղցրի սիրահար եմ շատ։ Ես գիտեմ, բայց ես մեղավոր եմ այսօր։ Ճաշացանկը կազմելիս քեզ համար դեսերտ չեմ պատրաստել։ Ուրիշ բան եմ պատրաստել։ Յուրահատուկ է կարևոր ամեն ինչ։ Այո։ Դե ասա ձենա։ Սաղս նայում ենք, ասա։ Բոլորս նայում ենք, տեսնենք դու ինչ կասես։ Պանիրն էլ էր լավ, այո, խորոված արազուն։ Հա, ես սիրում եմ հունական այս պանիրը, շատ արագ տապակվում է եւ միանգամից նոր շունչ է տալիս։ Շատ բաներ կան, որ իհարկե կադրից դուրս են մնում, բայց այն տրամադրությունը, որ հիմա կա սեղանի շուրջ, հուսով եմ ձեզ էլա փոխանցվում եւ ես խոստացել էի, որ Ռեփսիմեի եւ Տարոնի սիրո պատմությունն ենք լսելու։ Իսկ դա Տարոնի ամենասիրելի թեման է։ Ջերե։ Միշտ երազում ես պատմես։ Ես աղին պատմում եմ։ Հանդիպում ես արդեն քանի տարի այդպես բան։ Սաղ գիտեն արդ։
Չէ, բայց այս բան կա որ դեռ հələ որ ոչ մեկ չգիտի։ Հա։ Հա, մեծ բան կա որ ոչ ոք չգիտի, բայց չեմ ասի։ Հղի ես։ Այո։ Այո։ Մենք երբ բալիկ ենք սպասում։ Ոյ։ Մի հատ քեզ էլ Բայց կարող է պետք է չասեի։ Եկա ուշա եթեր գնում էր, չտվեք ինձ այդ շանսը, որ ես հայտնեմ հենց դրա մասին։ Այո, բայց դեռ սերը չգիտի։ Բայց դեռ ոչ մեկ չգիտի։ Արդեն կիմանա։ Տեսնենք ոնց կլինի։ Երբ եք իմացել։ 2 ամիս է արդեն։ Արդեն 2 ամիս է գիտե։ Այո։ Թակուն ենք պահում։ Էլ թակուն չեք պահում։ Կներես տարոն։ Ես ուղղակի կանացի հոտառությամբ հասկացա ինչի մասին։ Չգիտեի ինչի մասին է խոսքը։ Թողուցս լավ լուրեր միշտ լինեն։ Նայ, չգնաք տուն, ասես ինչի ասեցիր, հիմա ժամանակը չի։ Ես թեման բացեցի որ ասեցի։ Այո, եթե իրա մտքին չլներ, հաստատ չէր բարձրացան։ Դե եկեք մի հատ։ Որ էլ սիրո պատմությունից հարցեր չտասի, սրանով փորձեմ։ Ոչ, տարու եմ հարցեր, բայց ուզում եմ ասել, որ Բացրիպսի։ Շատ երջանիկ եմ, շատ։ Այսօր երբ որ եկաք, ճիշտ ասած ուզում էի տենց հայ կնոջ համապատասխան պահեին եւ ասեի, բայց երրորդ երեխայի տասի դրա հերնի ջան, գեղեցիկ չի, դա քո գործը չի եւ այլն, հարցը չտվեցի։ Բայց պարզվեց, որ Այո, սպասում ենք երրորդ բալիկին ու հուսամ աղջիկը լինի։ Թող առողջ բալիկ լինի, բայց աղջիկ լինի։ Տարոնը ինչ ցանկություններ ունի այդ հարցում։ Ասեց արդեն։ Աղջիկ։ Հա, աղջիկ։ Պապային աղջիկա պետք։ Հա, ասում հայրիկները շատ են փոխվում։ Հավաքականում երեխեքս ասում են, մենք չենք պատկերացնում, որ դու աղջիկ երեխա ունես, ոնց ես էլի հետը վարվելու, իրոք ես էլ չեմ պատկերացնում։ Ես պատկերացնում եմ, ինձ թվում է միակ մարդն է լինելու, որ դու ասես հարվելու ես։ Նեղա չէ, երեխա բայց իհը։ Այնքան է սիրելու, որ սենց ինչ ուզի ասես, այո։ Եվ թագուհու նման, մի թագուհին կունենաք նաև արքայադուստր արդեն, շատ ուրախ եմ, շատ։ Շնորհակալ ենք։ Աստծո աչքը ձեր ընտանիքի կողքից անպակաս լինի։ Բոլորիս։ Բայց դա չի փրկում։ Ինչի՞ց։ Պատմությունից։ Մի հատ պատմի էլի ոնց է։ Բայց մեր սիրո պատմությունը շատ գեղեցիկ է եղել ու սիրո քաղաքում է եղել, Իսպանիայում, դու շարունակի։ Այո, սիրո եւ կրքի քաղաքում։ Հատ պատմի էլի։ Տուպիկս կողում։ դրա պատմի։ Պատմի։ Ռիփս էլի թող պատմի։ Նայ, դու սկսի։ Ես կշարունակեմ։ Հա։ Ահա։ Այդ ծանր պահերին ես օգնության կհասնեմ։ Դե մրցումների ժամանակ այդ ամեն ինչը եղավ, հասկացանք, որ սիրում ենք մեկս մյուսին։ Բայց դուք վաղուց ծանոթ եք նույն գյուղից։ Դե հա, բայց դե ես չէի սիրում այդ։ Կմեռնեմ։ Ես չեմ սիրում իրան։ Բա ինչ տեղի ունեցա։ Կոնկրետ։ Դե հենց այդ է, էլի, դե թողեք պատմեմ։ Հազիվ եմ գնում գծի։ Պատմի։ Հա, Իսպանիայում մրցումներս պետքա մրցում մասնակցեի, էլի ինչպես միշտ ես սենյակում չէի մնում, բայց սենյակ ունեի էլի։ Դուրսն էի, պետք է այնտեղ բան ռիփսնել սա բարի հանգստացի դեմի մի դարիճում ենք մարզում, բան արի հանգստացի։ Մսմանես բան, հերիքա այդ ռուսները բան սենց։ Ու ինքն էլ մրցում մասնակցավ, ես Մենք Քասախից կներես, Քասախից 4 մարզիկներով գնացել են 3 տղա ու ես մենակով աղջիկ։ 3 աղջիկների խելքին են գան, ժամադրել էին ռուս մարզիկներին, Լևի պրավի խառնել էին սաղիրա, ես էլ սիրուն չեմպիոն դարձա, իրանք 3-ը գլուխը կախ, պարտված։ Այ որ ասեմ ռուս աղջիկներն են ամեն ինչի։ Լավ, մի րոպե, գնացիք, գիշեր անցկացրեցիք ռուս աղջիկների հետ։ Չենք անցկացրել գիշերը։ Կարող ենք, չէ, պրոստը խանգարել ենք մենք թվով։ Այնքան որ ման ենք, եկել ենք սենյակ։ Համեստ։ Հա։ Ու դից բայց ես այդ օրը այդ վաղտ ասել եմ որ ես քեզ սիրում եմ բան, դες բան չի եղել, չէ՞ ոնց։ Ժամանակ չէր ասել։ Եվ այդ ժամանակ զգացել ես որ սիրում։ Հա, որ իմ համար այդ սրտացավ էր բաներ, ասենք կարող է ես էլ դրա կարիք ունեի, որ ինչ որ մեկը գար ասել, ոչինչ դե մյուս անգամ կլինի, բան մեկը չէին ասելու Տարոն ջան։ Չէ, ռուս աղջիկները ռոպենում կոնյակ էին ուզում, ինչ ասել։ Ահա, եւ այդ հոգատարությունը, ջերմությունը։ Հա ու տենց մաներից ոնց որ
տակացավ։ Ու ես որ հաղթել էի, մենք Մելնե Դալուզյանի ժամանակ որ մարզվում էր, միասին ասեց արի գնանք մի հատ դիսկոտեկա ու ես ընդհանրապես դիսկոտեկա հասկացողություն չգիտեմ ինչ բան է։ Ու չգիտեմ խի ես Տարոնին հարցրի, կարամ գնա, ասեց եթե դու գնացել ես հանգարց այդ վայրը, իմ հետ չես շփվելու։ Այդ մի բառից ոնց որ վերածվել սիրո, հարգանքի, չգիտեմ։ Բայց մինչև այդ դու ունեիր վերաբերմունքը։ Չէ, ոչ մի բացարձակ, մեկ էլ ենք զարմացել։ Նույնիսկ իմ ծնողները, որ Տարոնը մտնում էր մեր տուն դուրս էր գալի, ոնց որ մեր տան մարդ։ Մայրս ասում էր, ես չեմ հավատում Տարոն ջան, որ դու ուզում ես իմ աղջկան։ Այդ կարգի ինքը շատ հարազատ մարդ է եղել։ Ինչ այստեղ ինչ մի բան է կատարվում։ Փաստորեն Էլի կարող գալիս դուրս ասեմ էլ այդ մնացածը։ Տարոնը ուրիշ մտքով էր մարդը մտնում դուրս գալի։ Դու արդեն գիտեիր այն ժամանակ Ինչ գիտեի, որ սիրում է։ Հա, արդեն զգացում մինչև կար։ հավանում էիր արդեն մինչև այդ իսպանական գրքերը։ Գելևեժնի։ Չէ, դրանից հետո։ Հա, դրանից հետո երբ որ մտնում դուրս էիր գալիս, այդ հասկացա։ Համակարգիչ սարքելու, որից տենար մեր տուն։ Աստված իմ։ Այսինքն հետ եկաք Քասախ, բայց այնտեղ դեռ չեք խոսել այն մասին, որ սիրում եք իրար, հավանում եք իրար, ոչ մի չես ասել այնտեղ։ Չէ, ես իրանց տուն եմ ասել, ինչ ասել եմ իրան։ Բայց ընդ զգացմունքները արդեն կար։ Սկսվեց ընդից ոչինչ Տարոն ջան, մյուս մրցումներին լավ կլինի բան, ոչինչ Տարոն ջան ու գլուխը, ոչինչ Տարոն ջան, ոչինչ Տարոն ջան, ոչինչ Տարոն ջան։ Բայց մի հատ ինձ այդ թիթեռներից պատմի, էլի որ հասկացար որ քեզ սիրա, մի վախեցի, մի եսակ։ Սա կամացի թիթեռների մասին է, դու մի վախեցիր, մենք քո Թիթեռ չէ, էլի։ Դու չգիտես, մի րոպե։ Թիթեռների մասին։ Թիթեռների ինքը երբ որ արդեն ինձ մոտ էր, իմ սիրտը սկսում էր արագ աշխատել։ Ինքը որ հա, ինչ որ միտեղ գնում էր, ես արդեն անհանգստանում էի, հարցնում էի ուր ես գնում, խի ես գնում, բայց ուրիշ ժամանակ ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել, խի ես գնում։ Ինչի համար ես գնում։ Իսկ մինչև այդ դուք սիրահարություն ունեցել եք։ Բացարձակ ընդհանրապես։ Ոչ մի սիրահարություն։ Իրար թե ուրիշի։ Երբևէ ինչ որ մեկին։ Չէ։ Ես չի ասում։ Ինքն էլ ունեցի, ես էլ ունեցի, սուտ մի խոսա։ Ճիշտ է, չի կարելի։ Աշկերով եմ մի հասկացրու։ Չի կարելի տալ։ Աշկերով եմ մի հասկացրու ինձ։ Բայց ինքը ավելի շատ է ունեցել։ Կադրից դուրս մնացածը կարող ես գցում տան մեջ արդեն։ Չէ, բայց նա հին պատմություններ են, դրանք նաև փորձ են նաև կարևորը, որ գաս հասնես այս կետին։ Լավ, մի կերպ հասկացա ինչ որ մի բան իրականում, շատ մեծ դժվարությամբ, որտեղ հետո որ հարցազրույցը նայես կտեսես, որ դու փչացրել ես ամենասիրուն հատվածը։ Դրա համար ասում Ռիփսին հարցրեք, թող նա սիրունն է ձեր։ Մի հատ ու սիրուն թող պատմի էլի։ Ոնց կեցի ասա։ Շատ լավ, մի րոպե։ Եկաք հասակ Հայաստան, հասկացաք, որ իրար հանդեպ ունեք զգացմունքներ, եւ ինչ որ մի գաղտնի շրջան եք ունեցել, ոնց հասկացա, ծնողներից թաքուն, որ չհասկանան ինչու է Տարոնը գնում գալիս։ Երբ արդեն կարողացաք բաց խոսել նրա մասին, որ դուք զույգ եք, դուք նպատակներ ունեք, երազանքներ ունեք։ Ահա, սկզբից մի աչքերով սենց հարավարություն։ Հասկացնում որ ես խոսամ։ Գիտեմ։ Արդեն ինքը պետք է ծառայեր հայոց բանակում։ Ու ես իր արջև հարց դրեցի, ասի, եթե դու ինձ ուզում ես, մաքուր սրտով, այսպես ասեմ, արի ծնողներիս մոտ ձեռքս խնդրի, ասես, պահ, էդ էր մնացել պակաս, ասես, ես պատրաստ չեմ, ասի, դե գնա օրում է, որտև ինքը ուներ ընկերուհի, այո, ընկերուհիներ, այո, որտև ինձ հասկացրել էին, ասել էին, որ Տարոն այն մարդը չի, որ քո կողքին պետք է լինի, որտև եմր ասած բաբնիկ։ Հա, այդպիսի հարցը տվեցի, ինքն էլ որ ասես չէ։ Կրտից դելավ անցած արդեն։ Հավեց էֆիրը էթալու ես ինձ, խոշոր պլանով։ Խոշոր պլանով ոնց ես դուս։ Այդպես հետո որ չէ, ինքը գնաց երևի տուն, մտածեց, վերցրեց, դրեց, ծանոթ հետև արեց։ Եկավ հենց առանց իր ծնողների ինքը մենակով եկավ իմ ծնողների մոտ, ասեց որ ես Ռիփսիմեին սիրում եմ։ Ու այդպես մամաս ասեց Տարոն ջան չեմ հավատում։ Ասում եմ քեզ չեմ հավատում։ Չեմ հավատում։ Որտեղ ասում եմ քեզի հարազատ մարդու պես ընդունել ենք մեր օջախ։ Տարոն ասեց դե ստացվա ինչ անեմ։ Երբ ամուսնացաք։ Ամուսնացանք 2012 թվականին, երբ որ օլիմպիական խաղերը ես հաղթեցի։ Նվաճեցի բրոնզե մեդալը։
11 թվականին նշանադրվեցին, 12-ին ամուսնացանք։ Լավ էր, այդ վաղ արդեն նշանված ենք, բան թե չեք ասեն օլիմպիական մեդալ տարավ։ Նոր ամուսնացած։ Հա, չէ՞։ Ուզեց տարավ։ Մեդալի համար։ Հա, բայց մինչև այդ դա։ Ինչպիսին է ձեր հարսանիքը, հիշում եք այդ օրը։ Դե մի քիչ դժվար կլինի մոռանալ իհարկե։ Եվ որ ասում եմ, շուշուտի մեջ էլի 2 ամսում ինչ հարսանիք պետք է անենք։ Շուշուտի մեջ արեցինք, որտեղ ես էլի միտք ունեի վերադառնալ սպորտ։ Բալիկ ունեցա մի տարի հետո արդեն վերադարձա սպորտ։ Ինձ ասում էին, որ դու այնպիսի սպորտաձև ես ընտրել, որ դու չես էլ կարող մայրանաս։ Որտեղ ծանրություն ես բարձրացնում, վերջը կին ես, կարող է հետևանքներ թողնի։ Իմ ռասած կրկին ապացուցեցի, որ նման բան չկա։ Եթե գեներդ շատ լավ են, ուրեմն սպորտը չի կարող խանգարի քեզ։ Այդպես արու զավակս ունեցա ու վերադարձա մեծ սպորտ։ Տարան վախենալու չէր կյանքը կապել իսկապես ուժեղ մարդու հետ։ Որտեվ տղամարդիկ շատ ջան, որտեվ կամային հատկանիշներ են, չէ՞, նաև ձևավորվում սպորտում, հատկապես չեմպիոնի մոտ, եւ տղամարդկանց մի մեծ հատված սովորաբար վախենում է ուժեղ կին ունենալ իր կողքին։ Դե այդ մեծ հատվածի մեջ ես չեմ մտնում։ Ուժեղ կին ունենալը դա շատ լավ է, որտեվ ասենք, եթե դու հզոր ես, քո կողակիցն է հզոր, դա արդեն ոնց որ ասում դու բլա դառնում, ավելի ուժեղ է, այդ ամեն ինչը։ Ու բացի այդ էլ մենք իրար չփվել ենք, մանկուց ճանաչում ենք իրար, ասենք մինչև այդ սիրահարվել բան, ինքը փոքր տարիքում էլ եթե մի քայլ էր անում, ասենք միշտ հարցնում էր, ինչ չգիտեմ, խի կարող է դա Երևի որ եղբայրություն եք, հա, զգացել է, էլի։ Որպես ու ես էլ միշտ ասենք ճիշտ ուղին է իրան ասում, որ ինչը կարելի անել, որ ասենք էսի կանացիա կարելի է, չի կարելի նոր տես է դիսկացեկա բան, որ ասում են, այս թվին դիքա աղջիկներ, ասենք հիմա գնում են ու շատ նորմալ է, բայց մեր ժամանակ ես օրինակ անորմալ էի նայում։ Ես է տես նայում իմ կարծիքներ էլի, մի կարող ուրիշ մարդ ուրիշ ձև։ Այն ժամանակ միջավայրն էր այլ իրական։ Հա։ Իսկ ուժեղ ինքը սպորտի մեջ է ուժեղ, ինքը կյանքում ասեմ, ասենք գրիպսին շատ հեշտ է եղել կոտրելը, նեղացնելը։ Հա, իրոք ինքը սպորտի մեջ շատ ուժեղ էր, ռիպսին, բայց շատ հանգիստ կարա իր, ասենք նեղացներ, ջղայնացներ, հունից աներ։ Այսօր կյանքում սպորտը ուրիշ բաներ են, էլի։ Բայց դե փառք ասու, ես եք օգնեի, ով կարող նեղացնել, ոչ էլ գեժվե նեղացնել։ Ինչպիսին են հիմա ձեր հարաբերությունները 14-15 տարի անց հանդիպումից հետո։ Քուր ախպեր ենք։ լավն է։ Այ, սա հենեզալոգիա մերա ուրախ թողարկումն է ինձ։ Ուրախ։ Ուղղակի երեխա է։ Ընտիրեր։ Իսկ ինչ ակոտ։ Սա ազգեզիզը։ Իսկ եթե լուրջ է։ Լուրջ չունեք էլ ասած։ 14 տարի, 15 տարի մոտարպես անցել է արդեն ձեր ամուսնությունից։ Կարամ ասեմ նույն ձև է, ոչ ման չի փոխվել, մենք ավելի իրար հետ կապնված ենք, մեկս մյուսով ինչ անում ենք միասին, թեվութիկունք ենք ու տասված որ միշտ էսպես լինենք։ Հիմա ձեր կյանքը համեմատաբար ավելի հանգիստ է, քան այն ժամանակների, երբ մշտապես մրցումների էիր, մշտապես հուզմունք կար, հաղթելու, պարտվելու եւ այլն եւ այլն։ Այս հանգստությունը դուրդ գալիս է, համեմատած այն վայրի վերումների հետ էմոցիոնալ բան չի փոխվել, նույն էլի։ Հիմա էլ որ գնում եմ զբորներ, նույն անհանգիստ վիճակն է մոտը։ Խանդում ես։ Չէ, չի խանդում։ Չէ, խանդելը տենց ասած։ Դե չէ, որ ասենք հավաքներ ես գնում ընտանիքդ, երեխեքդ, դու մեկը զանգում է, տարեսի սենց եմ անում, այնին հենց եմ անում, դու էլ որ տեղում չես։ Այդ է էլի քեզ անհանգստություն։ Մի խոսքով մի հաշտում ամեր աշխատում։ Այո։ Հա փառք ասու, չէ, սա տեղն է։ Հրաշալի է։ Տեղնա քուր ախպեր ենք։ Ես չգիտեմ այս հատվածից ով ինչ հասկացավ, բայց ես կարող եմ ասել, որ
այս հումորը, այս պոզիտիվ վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ, իրար վրա կարողանալ հումոր անելը, ինչը շատ կարևոր է, նայում ես երկու ուժեղ հզոր մարդ, բայց իրանք իրար հետ նենց հետաքրքիր պինգ-պոնգ են խաղում, որ հիացնում է իհարկե, շատ հաճելի է, շատ նաև ուսուցողական է, որովհետև մարդիկ չնայած այն բանի, որ այսպիսի մեծ բաների մեջով չեն էլ հասցնում իրար հետ անցնել, այնպիսի մի ծանր վերաբերմունք կա մեկը մյուսի հանդեպ, իրենց կյանքի հանդեպ, որ Աստված իմ, այս ինչերի մեջ են երևի այս մարդիկ եղել, բայց ձեր պարագայում որ նայում ես իրականում ինչերի մեջով է կանցել ու այս թեթևությունը ու այս հումորը, այս ամեն ինչը շատ հետաքրքիր է։ Ես առաջարկում եմ փոխենք ուտեստը, փոխենք խմիչքը։ Եվ թեման։ Պատրաստելու եմ կանելոնի։ Հիմա պետք է կանելոնիները լցոնենք ծնե բեկով, իհարկե գիտեք, որ ես նախընտրում եմ իտալական պաստա Zara ընկերության պաստայի մեծ տեսականուց օգտվել, գրեթե բոլոր խանութներում դուք կարող եք այն գտնել, դարակաշարերի վրա իրենց վառ գույնով, գեղեցիկ բրենդինգով միանգամից առանձնանում են պաստա Zara-ի պրոդուկտները եւ իհարկե դուք կարող եք ամենատարբեր ուտեստները պատրաստել, որովհետեւ շատ մեծ է ընտրանին եւ այս անգամ ես ընտրում եմ հենց այս տարբերակը, որը միշտ ջեռոցն եմ դնում եւ շատ գեղեցիկ ու էլեգանտ է ստացվում։ Հիմա ինչ ենք անում։ Պետք է լցոնել։ Կանելոնիներն էլ փաթաթում եմ կամ ապուխտով, կամ պաշինայով, ինչ որ ունեք ձեռքի տակ։ Լցնում եմ սերուցք, կարագ, աղ, պղպեղ, մշկընկույզ, օրեգանո, սխտոր, քերում ենք հոլանդական պանիր, փակում եմ փայլատու թեղով ու դնում եմ ջեռոցը։ Չեք մոռացել, չէ՞ որ պաստա Zara-ն Հայաստան է ներմուծում Megafood ընկերությունը, որը Հայաստան է բերում աշխարհի ամենալավ ընկերությունների պրոդուկտները եւ հասցնում մեր խոհանոց ու մեր սեղան։ Պատրաստ է։ Մենք փորձելու ենք իտալական կանելոնի, որը լցոնված է հայկական օրգանական ծնեբեկով։ Իդեպ հայկական ծնեբեկը այսուհետ արդեն արտահանելու են Սինգապուր եւ Սինգապուրի լավագույն ռեստորաններում կարողանալու են մարդիկ ճաշակել հենց հայկական օրգանական ծնեբեկ, որը հիմա մեր սեղանին է եւ փաթաթված է պաշինայով, սերուցքային սոուսով, վստահ եմ լավ կհամադրվի նաեւ օրգանական կարմիր տակառով, Տարոնը մեզ կհյուրասիրի։ Տարոն ջան, դուք գործին, մենք էլ մեր գործին։ Ոնց որ ասած, այդ քո բաժանը։ Սովորել ես, չէ՞ արդեն Տարոն ջան։ Այ առավոտյան աչքերը բացելու է, ասի Տարոն ջան, մի հատ բան։ Մենք որ տեսքը ամեն ինչ ասում եմ, մի անգամից ախորժակը բացում եմ։ Շնորհակալություն։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Գաղտնիքա ինչի մասին ենք խոսելու, Տարոն, դու տրամադրվի։ Մենք սիրո թեմա պետքա երրորդ բաժակից հետո բայց բացեինք, ռիփսի մեզ խար արեցինք։ Չես լավ։ Խոստանում եմ դու այսօր մեր տնից հեռանալու ես մեկ շիշ օրգանական գինով։ Շուտ կգամ ձեր տուն։ Ես սպասում եմ։ Հուսամ կհավանեք։ Դե արդեն տեսք ամեն ինչ ասում եմ։ Շնորհակալ շատ համով էր։ Շատ շնորհակալ, ուրախ եմ, որ Շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Ուրեմն, ինձ հետաքրքիր է առհասարակ ես ձեր սպորտային կյանքը եւ պատմությունը ոնց է սկսվել, որովհետեւ այն տարիներին, երբ որ փոքր էինք, այնպես չէր, որ Հայաստանում շատ բաներ զարգացած էին, շատ հնարավորություններ կային, մութ ցուրտ ճգնաժամային երկրաշարժից հետո պատերազմի ընթացքում եւ այլն եւ այլն։ Եվ ահա երկու ընտանիքներում մեծանում են սպորտսմեններ, չեմպիոններ, ոնց է լինում։
Ոնց է տեղի ունեցել։ Օй, ես 99 թվականն եմ սկսել զբաղվել ծանրամարտով, Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ կին ասվածը, որ պետք է ծանրություն բարձրացներ։ Դա արեցի ես, այդ քայլը ծանր ու շատ հաճելի։ Բոլորը դեմ էին, բոլորը բացասական կարծիքներ ունեին այդ սպորտաձևի հանդեպ, բայց ես կոտրեցի այդ կարծրատիպերը ու ասեցի, որ շատ գեղեցիկ ու յուրահատուկ սպորտաձև է։ Մի մտածեք, որ կարող է կինը կոպտանա, կինը հենց ներքուստ պետք է կանացի մնա։ Ու այդպես ես 3 տարի մարզվել եմ, բայց չեմ սիրել սպորտաձևը, ուղղակի ինձ հետաքրքիր էր։ Մի րոպե, բայց եթե չկար կանանց ծանրամարտ եւ դու առաջինն էիր եւ այդպես համառորեն պնդում էիր, որ պետք է լինես այդ սպորտում, նախ որտեղից գիտեիր առհասարակ, որ կա ծանրամարտ, կան կարող է կինը զբաղվել ծանրամարտով, այդ մտքերը որտեղից էին։ Քույրս, իմ երրորդ քույրը, միշտ դասերից հետո մամայինցից թաքուն գնում էր սպորտզալ, մեր մարզադահլիճ, որտեղ որ տղաներն էին մարզվում, աղջիկները չէին մարզվում ծանրամարտով։ Ու Իրանով է սկսվել, այսպես ասած, բայց շարունակությունը ես եմ արել։ Ինքը ինձ տարավ, բայց ես այնպես արեցի, որ ինքը դուրս գա։ Այսինքն, բայց իսկապես դու այնպես արեցիր, որ այո, որովհետև բանը, որ ասած ինքը սպորտի մարդ չէր։ Քանի տարեկան էիր, որ հասկանում էիր, որ ինքը սպորտի մարդ չի։ Ես այն ժամանակ 12 տարեկան էի, քույրիկս 10 տարեկան։ Ես նեղվում էի նրա համար, որ մարզիչը որ բան էր ասում, քույրիկիս վրա բարկանում էր, ես նեղվում էի, ասում էի դու չես հասկանում, որ մի բան ասում եմ, միանգամից ընկալի։ Այդ մտքով ես ջղայնանում էի, ասում էի, պետք է քույրիկիս ասես բան ասի։ Ասում էի, լավա դու չգաս, ես կգամ։ Դու իմ վրա ասել։ Հա, ասում էի, եթե ու բերում էի դու սովորացնում էի։ Որտեղ մեելի սխալ էր անում, ասում էի, չէ, վсё, դու չես գալիս։ Պապայի հետ խոսում էի, ասում էի, եթե ինքը գնում է, ես չեմ գնում։ Պապաս էլ սպորտի սիրահարմարտ, մշամարտով ամարզվել, ասեց, դե որոտեցա դու նստի տուն, թող քուրդ գնա, ես։ Այդպես ես շարունակեցի։ Իշնորհիվ քույրիկիս։ Ոնց համակայրվեցին։ Դե մամաս մինչ օրս էլ դեմ էր ու մրցումներս չէր նայում։ Կրկնա պատկերներ միշտ նայում, այն Սրտի Վալերյանով, բայց պապաս միշտ ուրախացել է իմ հաջողություններով։ Դե մամաս էլ այնպես չէր, որ չէր ուրախանում, ուղղակի տխրում էր, որ աղջիկ հալով այդպիսի ծանրություններ էի բարձրացնում։ Ինչն էր դուրդ գալիս։ Ինձ այդ ծանրությունը իր յուրահատուկ լինելը, որ տարբեր սպորտաձևերում, գիմնաստիկաներ, այնտեղ պարեր, չէ, երաժշտական դպրոց, աղջիկները հաճախում էին։ Միակ սպորտաձևն էր, որ աղջիկները չէին ձգտում գնային այդ սպորտաձևին։ Ես ես սիրում եմ յուրահատուկ սպորտաձև։ Իսկ որ հետ ես գնում մտքով ավելի, հա, մինչև 12 տարեկանը, նախանշաններ կային, որ այ հենց այսպիսի սպորտի մեջ ես լինելու։ Ընդհանրապես սպորտի սիրահար եմ եղել ու այնպես մտածում եմ, ասում եմ, ուր գնամ, ոնց անեմ, որ հետաքրքիր լինի, առաջ գնամ, այնպես չլինի, գնամ սիրողական դուրս գամ։ Բարի հաճախել եմ, մի ամիս դուրս եմ եկել, ասեղնագործության գնացել եմ, դուրս եմ եկել։ Իմը չի եղել։ Հա, չէ, իմը չի եղել, բայց այս ծանրամարտը ես գնացել եմ, նույնիսկ մազոլներս ա պոկվել, եկել եմ տուն, լացել եմ ցավից, բայց էլի ոնց որ առավոտյան արդյունքում ասեի գնում եմ պարապմունքի։ Մեդալը բերել եմ 1-2 անգամ միջազգային։ Չէ, սկսել եմ արդեն սիրել ու առանց, ասում եմ, առանց իմ սպորտի ես չեմ կարող։ Բայց իրարամերժ բան կա, համ սիրել ես փաստորեն, բայց համ չես չեմ սիրել, բայց չեմ կարողացել դուրս գամ։ Հա, շատ հետաքրքիր է։ Այդ է պահը ինձ։ Հետաքրքիր է իսկապես։ Տարոն դու ոնց ես սկսել զբաղվել։ Ես զբաղմունք չկար, մեր տանդեմը մենակ շտամիզաները։ Հա, շատ մոտ ա եղել։ Խի շվի ես գնացել, դու հետ ասա, դու ես հաճախել շվի։ Հա, շվի չեմ գնացել, շվի զորը ուղարկել են։ Տանում էին, շվի չէր գնում, շվի տանում էին։ Չէ, բայց ծանրամարտը բանը, հենց մեր տան դիմացն էր, մեր դահլիճը, ռիփսն էլ այդ դահլիճում մարզվել։ Դե սա վետումին ես եթում, այս անգամ ծանրամարտին սիրահարվան, ճիշտ է երկաթ էր, բայց էլի սիրահարվան։ Մինչև առեսօր սպորտի մեջ ենք, ճիշտ է չեմ մարզվում, բայց մարզում եմ երեխեքին, ես էլ եմ մարզվում էլ իմ համար, իմ առողջության համար։ Ու շատ լավ եմ զգում ինձ, որ կարում եմ համ մարզեմ, համ մարզվեմ։ Ինչ հատկանիշներ ա պետք, որ լավ մարզիչ լինի մարդը։ Լավ մարզիչ
Ես որպես մարզիչ հիմա որ աշխատում եմ, շատ դժվար, շատ պատասխանատու գործ է, ամեն մարդ չի կարող դառնալ մարզիչ, ես իմ փորձից եմ ասում, որովհետև ես պրոֆեսիոնալ մարզիկ լինելով, երբ որ տեղափոխվեցի արդեն մարզչական աշխատանքին, շատ բարդ էր ինձ համար, որտեղ 25 տարիների ընթացքում ես ներվ եմ դրել, հոգեկանս սա խախտվել, ու ես նորից պետք է վերապրեմ նույն այդ 7 տարեկան երեխաներին, պետք է մասնիկները սովորացնեմ, պետք է համբերատար լինես, հոգեբան լինես, եւ նրանց հետ անցնես նաեւ այդ այո, դաստիարակող, ծնող, ամեն ինչը այդ մարզիչ բառի մեջ է մտնում, որը որ այդ ամեն մարդու տրված չի լինել մարզիչ։ Տարոնը կարող է հիմա հաստատել իմ խոսքերը, որովհետև ինքը հավաքականի մարզիչ է աշխատում կանանց։ Որ տարիքային խումբն է։ Մեծերը։ Մեծերին։ Մեծերի երիտասարդները։ Երկուսի մարզիչներն եմ, հավաքականի երկրորդ մարզիչն եմ։ Կանանց մեր Հայաստանի ազգային։ Ինչ կանխատեսումներ ունես, այս սպորտաձևում կանայք դեռ ունեն անում։ Դե ռիփսի ժամանակ որ ասում են, այն ժամանակ ասենք եղել են 3-4 մարզուհի, սաղներ ճանաչում են, հիմա ասենք ռիփսն ա եղել, նազիկն ա եղել, տենց որ տիտուլավոր մարզիկներ, բայց հիմա արդեն մենք ընտրություն ենք անում, որ մարզուհուն վերցնենք հավաքների, որ մարզուհուն չվերցնենք կամ որ մարզուհուն կարելի է տանել Եվրոպա, որին է, այսինքն մենք արդեն ունենք փոխարինող մարզիկներ։ Այսօր մենք ունենք պատանիներ, որոնց քանակը արդեն ավելացել է, մոտավորապես մի 30-30-ից ավել աղջիկներ կան, որ մարզում են, որը որ շատ գովելի է։ Այսօր մեր ֆեդերացիան ամեն ինչ անում է դրա համար, որի համար էլի շնորհակալ ենք, ասենք պայմանները ամեն ինչն էլ մարզիկին այսօր ինչն է կարևոր, որ ուշադրության կենտրոնում լինի, որը որ կա այս պահին բուժումները ամեն ինչ իր հերթին, ունենք լավ երեխեք հեռանկարային, երևի հեռուստացույցով էլ տեսակ, այս Եվրոպայի առաջնությունում մենք արդեն Եվրոպայի չեմպիոն տվեցինք, մեդալակիր, մեր Էման Պողոսյան, այնտեղ Աննանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Ամրոյան Աննան, Լիանան Գյուրջյան, մերին, ասենց որ անվանական թվարկեմ, մեր երեխեք խասյատն էլ, հետո բանը ընկեր տարուն, իմ անոխի չտվիր, ներվան սաղից շատ սիրում եմ երեխեք ջան, իմ անոխի չտվի ներող կնեք։ Չէ, մեր իրոք մի հատ ընտանիք է, մեր երեխեքն էլ այսօր լավն են, ինչով են լավը, համ բնավորությունում են լավը, համ աշխատասիրությունով են լավը, համ լսում են ինչ ասում ես, գովալ չլնի, բայց այս սերունդը ինքը որոշ մարզիկների մասին եմ ասում, իրանք գիտեն ինչ են ուզում սպորտից։ Առաջինը համ քո երկրի դրոշն ես բարձրացնում, քո հիմնն է հնչում, դրանից թանկ բան ինձ թվում է չկա։ Ես որ մարզիչ եմ, ասենք այդ ամեն պահը, ամեն ապրումը, դες մի հատ փշաքաղվում է, մարմնիդ, հա, մարմնիդ ամեն մասնիկը փշաքաղվում է, իրոք դրանից հաճելի բան չկա։ Երկրորդը որ արդեն մարզիկը համ ֆինանսապես ապահովված լինում, պետությունը քեզ արդեն, ասենք, դու դառել ես չեմպիոն, քեզ ամեն ամիս վարձատրում է քո կախված է քո մեդալի, ասենք, կշիռը առաջի, երկրորդ, երրորդ, տարվա վերջում պրեմիաներ ու միշտ, ասենք, ոգևորում են մարզիկներին, որը որ գովելի է, լավ է սպորտի վիճակը, մեր ծանրամարտին, ես ասենք ծանրամարտով կարամ խոսամ, բայց դե սա սպորտներն էլ այսօր որ օլիմպիական մարզաձևերի մեջ որ սպորտը մտնում է, նույն վերաբերմունքին արժանում, ինչը որ մենք։ Այդքան է։ Բայց շատ հաճախ հատկապես այն մարդիկ, ովքեր շատ չի որ սպորտային կյանքով են ապրում կամ սպորտային աշխարհից հասկանում են, ընդունված կարծրատիպ կա, որ ասում են դե էդ էլ է քաղաքականություն, սպորտն էլ է քաղաքականություն, կամ սպորտի մեջ էլ են խաղացողներ կան։ Այ ուզում հասկանալ, իսկապես տենց, հա, նույն օլիմպիական խաղերի մասին եթե խոսենք, նույն դեպքը, որը քեզ հետ տեղի ունեցավ, վերջ-վերջո դա ինչի մասին էր, դա այն մասին չէր, որ 10 տարի առաջ մարզիկը այն ժամանակ թույլատրելի դեղամիջոց է օգտագործել եւ 10 տարի հետո մեկը հայտնվում է, ասում է զրկեք նրան։ Հա, սա ավելի երևի թե քաղաքական խաղեր են։ Ես չեմ կարող հիմա անուն տամ, որտեվ արդեն անցած թեմա է, որ ասած իրանց մուրը, իրանց գլուխը։ Ես կուզենամ մենակ, որ համերաշխություն լինի, որտեղ մենակ սպորտի միջոցով է, որ կանգնացրել են պատերազմները։ Կուզենամ, որ
բոլորը համերաշխ ու մաքուր ճանապարհով անցնի ամեն ինչ, որտեվ սպորտը մնում է սպորտ, չպետք է խառնեն քաղաքականության հետ։ Ձեր տղաները սպորտով զբաղվում են։ Մեծս ծանրամարտով է զբաղվում, շաբաթը մարզում են 7 օր, բայց ինքը մի օր գալիս է ձեր։ Անուններ դրել է, որ ես շտանգիստ եմ, պապա։ Բայց մրցանակներին դեմ չի լինի։ Դե իհարկե, ուզում եմ չեմպիոն դառնամ։ Փոքրս էլ ամիսը մեկ մի սպորտաձևի հետում է, էլ չի կողմնորոշում, դե փոքր է, հիմա ֆուտբոլ է գնում։ Բայց շտանգի չի գալ, ինձ շտանգը ասում ես, չէ, չեմ գալու ես։ Շատ հետաքրքիր։ Չեմ սիրում, ծանրամարտ չեմ սիրում։ Հիմա ֆուտբոլի է գնում, տենանք էլի։ Ինձ հետաքրքիր է լինում է տենց որ մարզիկը ինչ որ հարաբերություն ա ունենում իր գործիքի հետ։ Այս պարագայում շտանգայի հետ։ Եթե այն ինչ որ դու միշտ պարապում ես քո մարզասրահում ու իր այդ մենակ ես, չէ՞, շատ ժամանակ մնում։ Իհարկե, միշտ։ Ու կա այդտեղ կապ իսկապես, թե դրանք էլ միֆերի շարքից են, որ ասում են, այ գործիքի հետ կապված է, երաժիշտները երաժշտական գործիքի հետ, որովհետև այո, ես մինչ օրս ես իմ աշակերտներին սովորացնում եմ, որ ծանրաձողի վրայով հանգարց չանցնեք, որովհետև դուք բարձրացնում եք։ Եթե դուք իրան չհարգեք, ինքը երբեք չի հարգի քեզ։ Ես այդպես եմ մտածում, դու պետք է հարգես քո գործիքին։ Ես իրան դիտարկում եմ որպես մարդ, իր հետ խոսում եմ, իրան համոզում եմ, որպեսզի տվյալ ծանրությունը այս անգամ արի խնդրում եմ դու այսօր թեթև եղի իմ հետ մրցումների ժամանակ, հետո լավ կլինի։ Չգիտեմ, ես այդպես եմ մտածում։ Կարոտում ես։ Շատ եմ կարոտում։ Բայց էլի հետ կգնայիր մեծ Հա, սպորտ։ Երանի 20 տարեկան լինեի ու նորից մարզվեի։ Նորից գնայի, ծանրաձող բարձրացնեի, համբուրեի ծանրաձողը։ Ես չգիտեմ, ես ապրում եմ։ Նորից կընտրեիր այդ ճանապարհը, որով անցնես։ Ծանրամարտ ու միայն ծանրամարտ։ Իր վերելքներով, վայրեջքներով։ Ամեն ինչով, պարտություններով, վնասվածքներով, ես ամեն ինչի միջով անցել եմ, բայց ինքը իմ աչքից չընկե երբեք։ Նորից կապրեիր այդ կյանքը։ Այո, միանշանակ։ Հրաշալի։ Շատ շնորհակալություն այսօրվա համար։ Շատ սիրուն օր ունեցանք իրար հետ։ Ինչ շատ դուր եկավ, որ այսքան մեծ, հետաքրքիր, տարբեր, գունեղ, վերելքներով, վայրեջքներով կյանք ունենալու հետ մեկտեղ էլ դուք չեք կորցնում ձեր իրականության զգացումը այս կյանքի հետ։ Ու ձեզ հետ կարելի է շփվել ինչպես իրական մարդկանց հետ, իրական ընկերների հետ, անկախ փառքից, պատվից, մեդալներից, օլիմպիական բարձունքներ նվաճելուց, այսօր մենք սեղանի շուրջ նստել ենք ու ես գերագույն հաճույք եմ ստացել այս շփումից։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալ։ Եվ մեկ անգամ եւս շնորհակալություն ձեր ամենանվիրական գաղտնիքը ինձ վստահելու համար։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM